1915 թվական ապրիլի 7 Թուրք զինվորները հարձակվում են Վանի մոտ գտնվող գյուղերից մեկից վերադարձող կանանց վրա։ Երկու հայ երիտասարդ փորձում են պաշտպանել նրանց և զոհվում են։ Հայերը պատասխան կրակ են բացում։ Այդ օրը տրվեց Վանի հերոսական ինքնապաշտպանության մեկնարկը։ Այդ օրը վերջապես պայթեց ցասումը, որը կուտակվել էր շաբաթներ, ամիսներ ու դարեր շարունակ։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են ինչպես տարբեր կուսակցության անդամներ, այնպես էլ անկուսակցական գործիչներ՝ Արմենակ Եկարյանը, Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Իսկ քաղաքամեջի զինվորական մարմինը ղեկավարում էր Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերը բաժանվում են պաշտպանական 7 շրջանների 79 դիրքերով։ Կանայք ու աղջիկները զբաղված էին պարեն ու հագուստ հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ դիրքերի միջև։ Վանի ամբողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենաց և մահու կռիվ մղելու։ 12,000-անոց թուրքական կանոնավոր բանակի դեմ դուրս էր եկել 10 անգամ քիչ մարտիկներ ունեցող և վատ զինված հայությունը։ Թուրքական հրետանին սկսում է ռմբակոծել Այգեստանը, սակայն հանդիպում է կազմակերպված դիմադրության։ Թշնամին չէր սպասում նման բան և խուճապի է մատնվում։ Նրանք հարձակվում են արվարձաներում ապրող հայերի տների վրա, ովքեր չէին հասցրել հեռանալ։ Այս մարդկանց մեծ մասը կոտորվում է, մյուսները հայ մարտիկների օգնությամբ տեղափոխվում են Այգեստան։ Մութն ընկնելուն պես զինվորական մարմինն ազդ է ուղարկում, որով տեղեկացնում է, որ հայկական կողմից միայն անզեն մարտիկ են վիրավորվել ու զոհվել։ Կոչ է անում, որ անզեն մարտիկ ավելի ապահով վայրերում գտնվեն։